Հայգործարար բարերար Սամվել Կարապետյանը աշխարհում երկու ղեկավարի սև ցուցակում է՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի։ Իլհամ Ալիևը չի հանդուրժում Կարապետյանին հայանպաստ գործունեության համար։ Փաշինյանն էլ նույն խնդիրն ունի։ Կարապետյան versus Փաշինյան նախագիծն է սա։ Մեր երկրի գլխավոր հակառակորդը Սամվել Կարապետյանին հայտարարել է հետախուզում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որևէ անդամին հայտարարել է հետախուզում։ Իսկ ինչից է որ հայտարարել է հետախուզում։ Արդյոք նրանից չէ որ Սամվել Կարապետյանը իր հայրենիքին օգնել է։ Իսկ եթե լինելով մեծ ներդրող երկրում, նաև լինելով գործիչ տնտեսական տարածաշրջանային, նա դա արել է Հայաստանի համար։ Նա գնացել է այդ քայլին իր հայրենիքի համար, դա ռիսկ է, մենք հասկանում ենք որ դա ռիսկ է, բայց նա գնացել է այդ քայլերին Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ Սամվել Կարապետյանը կարող է լինել վարչապետ, հենց այդ պատճառով է նրան կալանավորված պահում։ Ազատության եթերում ընդգծել է Կարապետյանի եղբորորդին, Ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Ավելացրել, Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ։ Հետևաբար նաև ընդգրկվել ձեր նախընտրական ցուցակում, խնդրեմ։ Ոչ, Ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանն է, մենք առաջարկել ենք մեր հանրությանը առաջարկ, որ Սահմանադրության անկետը 148 հոդվածի ազգային ժողովի փոփոխության հետևանքով մեր վարչապետի տեխնացուն լինելու է Սամվել Կարապետյանը։ Մինչ այդ լինելու է միջանկյալ համակարգող, ով որ համակարգելու է process-ը։ Դա դուք եք լինելու։ Դա լինելու է Պատգամավորական ցուցակի առաջի համարը, այո, բայց վարչապետի տեխնացում Սամվել Կարապետյանը։ Այդ մասին մենք հայտարարում ենք բաց մինչև ընտրական process-ները, որպեսզի մեր հանրությունը գնահատի, հասկանա եւ իմանա թե ոչ ճանապարհով ենք տանելով, որպեսզի այն սխալը ինչ որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անում է, այսինքն մինչև ընտրությունները որոշ մանրամասներ չի հայտնում, հետո ընտրությունից հետո մենք առերս սպում ենք դառը ճշմարտության հետ կամ քաղցր ավելի հաճախ դառը։ Որպեսզի Սամվել Կարապետյանը վարչապետ դառնա, պետք է փոփոխության ենթարկվի Սահմանադրության 148-րդ հոդվածը, որն արգելում է երկքաղաքացիներին պատգամավորի վարչապետի տեխնատություն առաջադրել։ Ուժեղ Հայաստանը ծրագրել է Սահմանադրության 148-րդ հոդվածը փոխել ընտրություններում հաղթելուց հետո։ Առաջին նստաշրջանի ժամանակ դուք որևէ օրինագիծ ներկայացնելու իրավունք չունեք Սահմանադրության տեղյակ եք այդ մասին, միայն կարող եք կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ առաջին նստաշրջանից հետո 20 օրյա ժամկետում մենք իրականացնելու ենք այդ փոփոխությունը։ Նայք, քանի որ դուք խոսում եք ասել, որ գոնե առաջնային փուլում հենց դուք եք լինելու։ Մեր համար շատ մեծ պատասխանատվություն է ճշմարտություն ասել մեր հասարակությանը, իսկ ճշմարտությունը։ Դա չի ճշմարտությունը, որ գոնե 1 ամիս կամ 2 ամիս դուք եք լինելու վարչապետը բան։ Նրանում է, որ Սամվել Կարապետյանն է մեր վարչապետի տեխնացուն, մեր ապագա երկրի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու։ Լինելու է ժամանակավոր համակարգող, ով որ իրականացնելու է այդ Չունենք ժամանակավոր համակարգող Սահմանադրության մեջ այդպիսի դրույթ կարող եք ցույց տալ։ Մենք գնահատում ենք այդ մարդու դերը որպես ժամանակավոր համակարգող։ Տեսեք, տարբերությունը ես ներկայացնեմ ձեզ տիկնստական։ Ի տարբերություն այսօրվա իշխանության, ով ուզում է մեր ամբողջ Սահմանադրությունը փոխել Ալիևի եւ իր ընկերների առաջարկով եւ պահանջով, մենք դրանից խուսափելու համար ուղղակի մի տեխնիկական կետի փոփոխության արդյունքում հնարավորություն ենք տալիս Սփյուռքի ամբողջ պոտենցիալը մասնակցի Հայաստանի կառուցման գործին։ Յուրաքանչյուր հայրենասեր քաղաքացի պետք է կարողանա վարչապետ դառնալ, նպաստել հայրենիքի զարգացմանը, Կարապետյանների համոզմունքն է։ Ուժեղ Հայաստան կառուցողները պնդում են, հայ ժողովուրդը ընտրության առաջ է, կամ Ալիևների պարտադրած Սահմանադրությունը ընդունել, կամ փոփոխության ենթարկել Հայաստանի Սահմանադրության 148-րդ դրույթը։ Եթե մենք մի տեխնիկական կետ չփոխենք Սահմանադրության մեջ 148 հոդվածը, մենք չենք կարողանա խուսափել նրանից, որ Իլհամ Ալիևի պահանջով ամբողջ Սահմանադրությունն է փոխում, որ դուք հասկանաք կետեր կան Սահմանադրության մեջ որ փոխելը իրավունք չկա փոխելու։ Այդ իսկ պատճառով Փաշինյանը նոր Սահմանադրություն է ուզում առաջարկել։ Եթե մեր հակառակորդ երկրի ում ձեռքերին հազարավոր հայերի արյունն է
երկրի ղեկավարի պահանջով նա հանդգնում է փոխել նոր սահմանադրություն բերել։ Սահմանադրության մի տեխնիկական կետը, որ մեր բոլոր հայրենակիցներին հավասար իրավունքներ է տալիս, որի մասին նա էլ է հայտարարել, որ այդ կետը իրավական առումով եւ տրամաբանական առումով ճիշտ կետ չէ։ Ըստ Նարեկ Կարապետյանի, Սամվել Կարապետյանը կունենա միայն մեկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, երբ կալանքից ազատվի, նա կհրաժարվի Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիություններից։ Այսինքն դուք որոշակի կապ տեսնում եք քաղաքացիությունից հրաժարվելու եւ ընտրական արդյունքների միջև։ Ընտրական արդյունքների միջև կապը կա այս է, որ հաջողության ժամանակ, ոչ թե դեպքում, այլ ժամանակ։ Սամվել Կարապետյանի համակիրները նկատել են, առաջին հերթին բարերարին կալանավորված պահելու փաստն է խոսում այն մասին, որ Փաշինյանը վախենում է նրա հետ մրցակցությունից։ Թույլատրվում է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։ Այս պարզ հարցի հստակ պատասխանը իրավապահներից մինչ օրս չի ստացել փաստաբանը։ Վիճակը հետևյալն էր։ Նախքան համագումարը իմ կողմից ներկայացվեց դիմում թե քննչական մարմնին, թե դատախազության։ Այդ դիմումում ոչ թե խնդրում էի դատական ակտը պարզաբանել, այլ խնդրում էի ընձեռել հնարավորություն, որ նման ուղերձով հանդես գա։ Իսկ իրենք ում են արել, որ չեն պարզաբանում, որտեղ դատական ակտ է։ Ես օրինակ քննչականից ստացել եմ պատասխան, որտեղ վերջիններս ասում են, որ իրենք դատական ակտը չեն պարզաբանում, բայց ես դա էլ չէի խնդրել իրենց։ Ես իրենց չէի ակնկալում դատական ակտի պարզաբանում քավլիցի։ Ի վերջո, եթե տեղի ունենա խախտում, պայմանականորեն օրինակ, արգելված է նման ուղերձ կատարելը եւ դա տեղի է ունենում։ Ով է դրան արձագանքում։ Քննչականը, որպես վարույթ իրականացնող մարմին։ Իմ հարցադրումը հենց ուղղված էր քննչականին դրա համար, որտեղ քննչականը կարող էր ասել մենք դա խախտում չենք համարելու, որտեղ իրենք են այդ բացառիկ գնահատողական լիազորության ոչտվածները։ Բայց չի սահմանափակվել քննչականով, նաեւ նման դիմում ներկայացրել էի դատախազությանը, որպես օրինականությունը հսկող բացառիկ լիազորության ոչտված պաշտոնյա։ Իրենք նույնիսկ չեն պատասխանել մինչ օրս իդեպ։ Քննչականը գոնե պատասխանեց, որ դատական ակտ չի մեկնաբանում։ Դրանից հետևությունը մեկն է, որ մերժում էին դիմումը։ Գործարար բարերար արդեն նաև վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի առաջնորդած թիմի ներկայացուցիչները այս շաբաթ էլ պայքարել են հոսանքի գինը իջեցնելու համար։ Հիշեցրել Փաշինյանական իշխանության հրահանգներով առաջնորդվող հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննության չի առնում հոսանքի գինը իջեցնելու հայտը։ Ճիշտ հակառակը անում է հնարավորը, որ հեծը խլեն Սամվել Կարապետյանից։ Հեծում կառավարության ներկայացուցիչի կադրային ջարդը շարունակվում է, ավելի քան 60 մարդ է ազատվել աշխատանքից։ Ազատումները շարունակվում են, ճիշտ է ոչ նույն ինտենսիվությամբ, քանի որ այսպես բավականին մեծ արագությամբ ազատեցին մեր տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին, ազատումները շարունակվում են։ Գիտեք, չեմ կարող իրենց անունից հայտարարել, բայց ես գիտեմ ինչի համար է դա, իրենքից հետ կիսվում են, ուղղակի ուղիղ այսպես մտավախություն ունեն, չեմ մեղադրում, բայց հիմնական թեման սա է, մեզ հետ եք, թե մեզ հետ չեք։ Կամ մոտարապես այսպես քայլ անելու եք, թե չէ։ Այժմ 58-ն են, կա թվի փոփոխություն։ Չէ, մի քանի հոգի ավելացել է վերջի 15 օրում, 3 հոգի ես գիտեմ, որ ավելացել։ Այսպես ղեկավար պաշտոններից։ Մարդիկ, պարզ բաժանորդը, նաև հեծին վերաբերող անպատասխան հարցեր ունի։ Ուր են խլել, ինչի են խլել։ Վատեր աշխատեցնում Կարապետյանը։ Բա Կարապետյանից խլել են, բանան են Զանգենի ջողան ասենարի Կարապետյանի տեղը էլ ցանցը աշխատեցելու։ Կանեն։ Ինչ պետք է անեն, կտոր պետք է անեն, վերջը վարի տան պրծցնեն, ինչ պետք է անեն։ Դե ուզում են պետականացնեն։ Դա չի նշանակում, որ կեժանանա։ Չի էժանանա։ Այն ինչ որ թանկացել է, չի էժանանա։ Ես տենց եմ մտածում։ ԿՊԱ-ականները ժողովրդի մասին հիշում են նախընտրական շրջանում, ապացույցն այն աջակցությունն է, որը բաժանել է Սյունիքի մարզպետը օրեր առաջ, նկատել են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները։ Հիշեցրել, փետրվարի 7-ից, երբ Հանրապետության նախագահը ստորագրել է խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիրը, արգելվել է կատարել այնպիսի քայլեր, որոնք կարող են ընտրակաշարք համարվել։ Բայց դա իշխանությունը շրջանցում է։ Փետրվարի 7-ից
բոլորի համար կանոնները նույնն են։ Թե մեր համար, թե ԿՊ-ի համար։ Եվ ինչ է անում ԿՊ-ն։ Փետրվարի 9-ին ԿՊ-ի մարզպետը որոշում է կայացնում պետ բյուջեից օգնություն բաժանել։ Պետ բյուջեից մեր, ձեր գրպանից օգնություն բաժանել։ Ուզում եմ հասկանամ, այդ դուք մեր փողով մեզ օգնություն եք տալիս կարելի է, մեզ մեր փողով, մեր աշխատած փողով բարեգործություն անել չի կարելի, հələ պարզաբանեք հասկանալ։ ԿՊԱ-ականների մեզ կարելի է ձեզ ոչ ձևաչափով գործողությունները աբսուրդի գագաթնակետին են հասնում, ասում են Սամվել Կարապետյանի առաջնորդած թիմի ներկայացուցիչները։ Իշխանականներից Ռուբեն Ռուբինյանն է շաբաթ հիասթափվելու ևս մեկ առիթ տվել։ Ռուբեն Ռուբինյան, այնքան վատ եմ զգում ինձ, որ իմ ու քո անունները նույնն են, բայց ոչինչ, այդ մի ձև ես կտանեմ։ Այսօր ինտերնետից տեղեկացա, այդ ինչ համեստությամբ, այդ ինչ շնորհքով էիր խոսում լրագրողների հետ։ Ծառուկյանի մոտ է, այսինքն սրանք բայց մի վարքյան արա Արա, լուրջ մտածում ես ազգային ժողովում մի քիչ բարձր ես նստել, իրավունք ունես լրագրողների կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ նման տոնով ու նման ձևով խոսել։ Ով է ձեզ այդ հնարավորությունը տվել։ Ուժեղ Հայաստանում բոլորը պետք է հարգված լինեն, հայտարարել են Ուժեղ Հայաստան կառուցողները, որ այս շաբաթ էլ համայնքից համայնք են գնացել ու ներկայացրել Հայաստանն ուժեղացնելու կարապետյանական ծրագիրը։ Փոքրիկ կրպակները, խանութները, գեղեցկության սրահները, ավտոլվացման կետերը, մի խոսքով փոքր բիզնեսը ներկայացնող շուրջ 96,000 տնտեսվարող ազատվելու է հարկերից։ Ուժեղ Հայաստանում պետությունը միայն բիզնեսին չէ, որ սատարելու է։ Սա մուլտֆիլմ չէ ու կարող է իրականություն դառնալ։ Ուժեղ հայաստանցիները պատկերավոր են ներկայացրել, թե ինչ նկատի ունեն բերքի երաշխավորված մթերում ասելով։ Ըստ մեր ծրագրի նախատեսում է մարզերում, գյուղատնտեսական ակտիվ շրջաններում ստեղծել մթերման կայաններ, որտեղ գյուղացին բերքահավաքից հետո ոչ միայն պետք է մտածի բերքը ուր տեղավորի, ինչպես սպասի, երբ որ գնորդը գա գնի, այլ բերքահավաքից հետո անմիջապես տեղափոխի մթերման կայաններ, որտեղ շատ արագ կերպով իր հավաքած բերքը կսորտավորվի, կտարայավորվի եւ կպահվի համապատասխան ռեժիմով, որի շնորհիվ նա կունենա ամենակիչ կորուստ կամ գրեթե չի ունենա բերքի կորուստ եւ սառնարաններում համապատասխան ռեժիմով պահպանման դեպքում կերկարի նրա բերքի կյանքը, ինչը նրան հնարավորություն կտա արդեն ժամանակի առումով չունենալով խոչընդոտներ ինքը ընտրել հարմար տարբերակով ու վաճառի իր ապրանքը, վերջի տարբերակ վաճառք կազմակերպի հենց անմիջապես մթերման կայանի։ Ինչ է նաև նախատեսում մթերման կայանների գործունեությունը։ Մթերման կայանները նաև Գարնանը նախատեսում են ֆերմերին գյուղացուն ապահովել արտադրական միջոցներով, վառելիքով, սածիլներով, թունաքիմիկատներով, պարտանյութերով, ինչը արդեն գյուղացուն կազատի ֆինանս հայթայթելու, վարկերի տակ ընկնելու ավելորդ հոգսից։ Մթերման կայանները գյուղացիներին նաև խորհրդատվություն կտրամադրեն, կօգնեն բերքը ոչ միայն տեղում իրացնել, այլև արտահանել, ասում են մեր ձևով Ուժեղ Հայաստան կառուցողները։ Վերահսկողությունը արդյոք թերությունը չլի, քաշուկ չլի, չգիտեմ, գնի հետ խնդիր չլի, դրանց վերահսկումը արդեն պետական է։ Այո։ Ստեղ ինչա տալի, պետությունը աջակցում է մթերման կայանին այն դեպքում, եթե ինքը գյուղացու համար ապահովում է ֆիքսված գին։
իմ գյուղացուց այս գինը վերցրեցի, ես տարին քեզ այսքան գումար, արտահանմանդ վրա 10%-ը քեզ տալու եմ։ Ծրագրերից մեկը է դա։ Միրգ ու բանջարեղեն աճեցնող մարդիկ հոգնել են տհաճ փորձություններից, բարիքը չարիք է դառնում, վարկ ու պարտք ավելացնում։ Մի 20 տարի առաջ ես խաղողի այգեմ իմնի, վարդագույն քիշմիշի խաղողի այգեմ իմնի, մինչև 20 թիվը համարը ասեմ նորմալ վաճառվեր է։ 20 թվից գները սկսեց անկում ապրել։ Անցած տարի ես ինքս 12 տոննա քիշմիշ 130 դրամով տարեթափեր եմ այգի էտելու տեղից թողե եկել եմ ստեղ։ Մտածում եմ, ես այգին էտեմ, թե քանդեմ, յոնջաց անեմ։ Օրենք է, որ գյուղատնտեսական նշանակության ունեցող հողի վրա կարակ ջերմոցային տնտեսություն կառուցեք։ Մենք էլ վարկը տրամադրում ենք։ Ես այդ վարկից ուզում եմ օգտվեմ, բայց արդյոք կարում եմ այդ իմ հողի վրան սարքեմ, թե չէ։ Ասում են չէ։ Մի օր եկավ հասա, որ ֆորը ասեց, գիտեք ինչ, այսօր հավաք մի արեք։ Լարսում կանգնած մեքենաները դուրս չեն գալիս։ Այսինքն եթե ես այդ օրը Ծիրանին ձեռ չեմ տալի, Ծիրանը ինձ չի սպասում, ինքը հասունանում է։ Ծիրանը հասունացավ, սկսեց արագ հասունանալ ու ես արդեն չեմ հասցրել Ծիրանը հավաքել։ Մոտ 50 տոննա Ծիրանը թափել 3 հեկտար Ծիրանանոց։ Տարեկան $100 միլիոն մեր երկրի գյուղատնտեսությանն է տալիս, տարեկան $100 միլիոն, որը էֆեկտ որպես այդպեսին 8 տարում մեր գյուղատնտեսությունը 10% ընկել է։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կառուցելու մեկ այլ ծրագրով էլ 20,000 մատչելի բնակարան են կառուցելու։ Աշխատավարձեր տանկին հարաբերակցությունը շատ մեծ է, որպեսզի աշխատող մարդը կարողանա տուն գնել Հայաստանում։ Տասնյակ տարիներ են պետք, որպեսզի նա կարողանա փակի տան հիպոթեկը։ Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ուզում են ներդրում կատարել Հայաստանում։ Հողը տալու ենք անվճար, գազը, լույսը, ջուրը տալու ենք անվճար, դրա դիմաց երկու պայման։ Առաջինը կամ այդ շինարարները վճարելու են բնակարաններով, այսինքն կառուցում են բնակարանների այսքան տոկոսը տալիս են պետությունը, հետո էժան գներով տալիս է իր քաղաքացիներին, նոր երիտասարդ ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներին։ Երկրորդ տարբերակը իրենք են վաճառում այն գնով, որը որ ֆիքսում է պետությունը։ Դա հնարավորություն կտա մարդկանց համեմատական իրենց տան վարձի վերցնել հիպոթեք։ Տների գինը էժան կլինի երիտասարդ ընտանիքների համար։ Հայաստանը ժողովրդագրական ճգնաժամի է հասել, հիշեցրել են ուժեղ հայաստանցիները, որ խիստ կարևոր են համարում երիտասարդ ընտանիքներին աջակցելը։ Մեր շատ երիտասարդներ չեն ամուսնանում, փոքր տղաները չեն ամուսնանում, որովհետև տուն չկա, տան խնդիր կա։ Ըստ հարցումների Հայաստանում ընտանիքները 3-րդ եւ ավել երեխա չեն ունենում։ Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, ուր մայրաքաղաքում ավելի շատ երեխա է ծնվում ընտանիքներում, քան գյուղերում։ Ամբողջ աշխարհում գյուղերում ավելի շատ երեխա է ծնվում, քան մայրաքաղաքում։ Հայաստանը ուրիշ ունիկալություն ունի։ Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած ընտանիքներում ավելի շատ երեխա է ծնվում։ Մեր ազգը ունի մարտահրավեր։ Մեզ պետք են մեծ ընտանիքների համար մեզ պետք են բնակարաններ, տուն, մարդկանց համար տուն, որը մենք ապահովենք այս ծրագրով, 5-րդ ծրագրով։ Կարապետյանները եղել եւ մնում են հայ ընտանիքի կողքին, չի մոռացվել, թե ինչպես էր բարերարը $4,000 տրամադրում Արցախում ծնված ամեն 4-րդ նորածնին, Արցախի հայկականությունը ամրապնդելու համար։ Շատ լավ են գնահատում, շատ բարձր են գնահատում, շատ շնորհակալ ենք, շատ լավ ծրագիր է։ Երբ հայտարարվեց նման ծրագրի մասին, 2016 թվականին մենք ունեցանք 213 4-րդ երեխայի ծնունդ։ Հաջորդ 2017 թվականին արդեն 230, իսկ 2018-ին 201 ընտանիքում ծնվել է 4-րդ երեխա։ Հրաշալի նախագիծ է իրականում, քանի որ խթանում է ծնելիությունը Արցախում, նոր սերունդ լինի, նոր ավելի ուժեղ, ավելի խելացի սերունդ լինի։ Բարև ձեզ։ Ուժեղ հայ ու Հայաստան ասելով Սամվել Կարապետյանն ու նրա թիմը նկատի ունեն նաև առողջ հասարակություն։ Մարդիկ չպետք է կանգնեն հաց թե դեղ երկընտրանքի առաջ։ Դեղերի գները հարևան Վրաստանի նման Հայաստանում էլ պետք է մատչելի լինեն, առնվազն 20%։ Տեսեք 2900-ի վերցնում, հետո դարձավ 4.5 եւ հետո ասեցին, որ ավելի թանկ կա։
ոչ միայն դեղորյակի, ոչ մի բանի գներել չեն համապատասխանում։ Ավելի լավ է չհիվանդանալն այն, բայց որ ընկարնդեմ պետք է առնես արդեն։ Ուզես չուզես։ Առաջինը, որ ես գնեցի, դա ագմենտինն է, հակաբիոտիկ, որը Հայաստանում արժի 4900 դրամ, իսկ Վրաստանում 3700 դրամ։ Երկրորդ դեղը դա ազիմակն է, էլի հակաբիոտիկ, 2500 դրամ է, Հայաստանում, Վրաստանում 1500 դրամ է։ Երրորդ դեղը ֆրոմիլիտ, հակաբիոտիկ, 3800 դրամ Հայաստանում, 2800 դրամ Վրաստանում։ Գիտեք ինչն է տարբերությունը։ Տարբերությունը նրանում է, որ ոչ թե մեր երկրի դեղատներն են թանկ վաճառում, այլ դեղատները թանկ են ստանում, որովհետև մեր երկրում պետությունը չի վարում դեղերի գները նվազեցնելու քաղաքականություն, ինչպես դա անում է Վրաստանը, մեր առաջարկած տարբերակով։ Մենք մեր երրորդ քայլով տնտեսական առաջարկելու ենք իջացնել դեղերի գները եւ դրանով մեր հայրենակիցները չեն գնա Վրաստան դեղեր գնելու, այլ կգան այսպիսի դեղատներ այստեղ կգնեն եւ թանկ չի լինի մարդկանց համար իրենց առողջության մասին մտածելը։ Եթե իրականություն ունի, շատ լավ է։ Կլինի։ Աստված տա իրականություն լինի։ Ընտանեկան բյուջեի մոտ 25%-ը ծախսվում է դեղորայքի վրա։ Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներն արդեն նաև դեղագործների հետ են քննարկել դեղերի գները իջեցնելու հարցը։ Դուք որպես առաջարկող ինչ ծրագիր ունեք, ինչ եք ուզում անեք շուկայում։ Առաջինը մեր երկրում կա էսպային գրանցված մոտ 3700 դեղ, հարևան Վրաստանում գերազանցել 8000-ը։ Ինչի մասին է դա խոսում, որ Հայաստանի այդ գրանցման համակարգը ունի խնդրալույս կետ։ Երկրորդը կենտրոնացված գնումներն են։ Այն ինչ որ Հայաստան չի արտադրվում, պետությունը հնարավորություն կտա բանակցել ամբողջ երկրի քանակի համար մեծ ընկերությունների հետ։ Երրորդը իհարկե որ ամենայինց հետաքրքիրն է, ամենակարևորն է, դա հայկական արտադրությունն է ու նաև ջեներիկների խթանումն է Հայաստանում։ Այլընտրանքային ջեներիկներով հնարավոր լինի հայկականացնել սպառումը։ Առողջ, կիրթ ու նորարար, սա է ուժեղ հայաստանցիների Հայաստանի տեսլականը։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտն ամենախոստումնալիցներից է, նկատել է Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Պնդել անհրաժեշտ է լուրջ կրթություն, փորձ մեծ ընկերություններում եւ լավ աշխատանքային միջավայր, որպեսզի մասնագետները մնան Հայաստանում։ Հիմա մեր երկրում ավելի քան 40,000 մարդ ծրագրավորման վաստակում։ Մենք գտնում ենք Թումոյի այգու հարակից շրջանում եւ ամբողջ այս շրջանը մենք պլանավորում ենք վերածել Հայաստանում բարձր տեխնոլոգիական կլաստերի, որտեղ կգործեն միջազգային ամենամեծ ընկերությունները, որտեղ կլինի բարձր տեխնոլոգիաների ծրագրավորման ամենաժամանակակից դպրոցները եւ վերապատրաստման կենտրոնները եւ որտեղ մենք կունենանք նաեւ բոլոր պայմանները, որպեսզի մեր հայրենակիցները աշխատեն այստեղ, աշխատեն բարձր որակ ունեցող միջավայրում, սա է մեր տեսլականը, ստեղծել գոտի Հայաստանում, սիլիկոնային ավան եւ նաեւ կունենանք լավ միջավայր, որի արդյունքում ծրագրավորողները հնարավորություն կունենան պլանավորեն իրենց ապագան եւ մնան մեր երկրում։ Որվա սպասված լուրին անցնեմ։ Կարապետյանական ծրագրերի նախանձելի լինելու իշխանությանը տեղից շարժելու մասին անցնող շաբաթը ապացույցներ է տվել։ Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Փաշինյանը հայտարարել է թոշակները բարձրացնելու մասին, ընդդիմության ճնշման եւ իշխանության կողմից վտանգի զգացողության արդյունքն էր։ Փաշինյանի քայլին այսպես է արձագանքել ուժեղ Հայաստան կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Հիշեցրել, իշխանությունը 8 տարի ժամանակ է ունեցել թոշակները բարձրացնելու համար, բայց մատը մատին չի տվել։ 2026-ի պետբյուջեում էլ, որ ընդունվել է 2 ամիս առաջ, թոշակների բարձրացում նախատեսված չէր։ Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրություններից առաջ բարձրացնել թոշակը, պատկերացնում եք ինչ կանի վարչապետ լինելու դեպքում։ Մեր քաղաքականությունը այսպիսին է, Հայաստանում կա 500,000 թոշակառու եւ 500,000 մոտ թոշակառու, որից տարիքային եւ նաեւ հաշմանդամություն ունեցող։ Եվ
մոտապես 800,000 գրանցված աշխատող, որից 600,000-ը մասնավորում, 200,000-ը պետականում։ Որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքականությունը ինչու է կայանում, նոր աշխատատեղերի ստեղծման քաղաքականության նպատակը ինչ է։ Եթե 200,000, 300,000, օրինակ 3 տարում 200,000, 5 տարում 300,000 աշխատատեղ ենք մենք ստեղծում ենք մեր երկրում, դա բերում է միլիարդավոր դրամների եկամտահարկի վճարում, որի արդյունքում մենք կարողանանք վերանայենք սոցիալական վճարները եւ մեր հասարակության նշանակալի մասի համար ապահովենք բազային մինիմալ զամբյուղի պահանջարկի իրականացում, այսինքն մարդը որ կարողանա իր թոշակով իր համար սնունդը, էլեկտրաէներգիայի վճարը, գազի վճարը կարողանա վճարել։ Հայաստանի իշխանությունը տոտալ կոլապս է ստեղծել կենսական բոլոր ոլորտներում, նկատել են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, ընդգծել. Թույլ Փաշինյանը մեր կենցաղը տանում է դեպի անցյալ 90-ականների ցուրտ ու մութ տարիներ։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է քո ապագան։ Հայաստանում ջուր կա, կառավարում չկա, հակառակ դեպքում չէր հայտարարվի, որ 21-րդ դարում Երևանում մի շիշ ջուրը 7 ժամ կարող է անհասանելի լինել մարդկանց համար։ Կարողանանք լուծենք նորմալ կառավարման արդյունքում մեր երկրում սա պետք է հարց չլինի։ Բժշկական հաստատությունները պետք է 7 ժամ ջրից զրկված չլինեն։ Չի կարող բախվել այս խնդիրներից մեկը տարածաշրջանի, չի կարող բախվել այս խնդրի հետ։ Ջուր կա, կառավարում չկա մեր երկրում։ Նարեկ Կարապետյանի խոսքով վերջին 4 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 40%-ով ավելացել են էլեկտրաէներգիայի անջատումները։ Իշխանության սխալ քաղաքականությունը վտանգել է նաև բնականոն գազամատակարարումը, երբ ուժեղ հայաստանցիները գան իշխանության, կկարողանան լուծել այս բոլոր խնդիրները։ Նախադեպը կա, մինչև պետական կառավարման հանձնվելը հեծում էլեկտրաէներգիայի կորուստը Տաշիր ընկերությունը հասցրել է 6%-ի։ Կորուստների նվազեցում, ինչպես եղել է ժամանակին էներգետիկայի մեջ, ժամանակին 20-30% կորուստներ է եղել։ Իջել է 6%-ի։ Կորուստների նվազեցման քաղաքականությունը պետք է լինի էներգետիկայի գծով փոխնախարար, պետք է լինի էներգետիկայի գծով նախարար ընդհանրապես, պետք է լինեն պատասխանատուներ, ովքեր աշխատում են ջրային կորուստների նվազեցման ուղղությամբ։ Ինչպես կարելի է 65% կորուստ ունենալ ու մարդկանց ասել ջուր մի սպառեք։ Թույլ Փաշինյանը մեր կենցաղը տանում է դեպի անցյալ 90-ականների ցուրտ ու մութ տարիներ։ Երազանքների մանկություն, ապահով ծերություն եւ հեռանկարներով լի երիտասարդություն, ուժեղ հայաստանցիների տեսլականն է սա։ Շուտով կունենանք ուժեղ վարչապետ եւ ջուր։ Այն նարինջը, որ ձեր մոտ կա, իմ անձնական պատմության մի մաս է։ 17-18 տարեկանում իմ առաջի ձեռնարկությունը, որ ես ստեղծել եմ, չեմ ունեցել ֆինանսական միջոցների կարիք, ուղղակի մենք ընկերներով ստեղծել ենք, որովհետև հետաքրքիր է զբաղվել ձեռնարկատիրությամբ, հետաքրքիր է զբաղվել տնտեսությամբ։ Եղել է նարինջի վաճառքը։ Եվ ինձ թվում է սա լավ ցուցիչ է մեզ համար, որ անգամ այսպիսի փոքր բաներից սկսելով մենք կարող ենք ձեռք բերել փորձ, որը ապագայում կօգտագործենք մեծ ընկերություններ կառավարել, մեծ համակարգեր կառավարել եւ մեծ եւ միջին բարձունքների հասնելու։ Հայաստանում ամեն 4-րդ երիտասարդը չունի աշխատանք, այս տխուր վիճակագրությանը պետք է վերջ դնել, ասում են ուժեղ Հայաստան կառուցողները։ Հայաստանում շատ կարևոր է ձեռնարկությունների ձևավորումը եւ այն մարդիկ, ովքեր սկսում են այդ ճանապարհը, վաղը կարող են լինել մեր երկրի Սամվել Կարապետյանները։ Սամվել Կարապետյանը միակ հայ միլիարդատերն է, որ դպրոցը սովորել է Հայաստանում, համալսարանը սովորել է Հայաստանում։ Մեր երկրում երիտասարդության համար մի քանի ճանապարհ կա։ Կա բարձր տեխնոլոգիաների ոլորտը, IT-ն, որը մենք պետք է զարգացնենք, որը բավական լավ կյանք է ապահովում մեր համար։ Կա ձեռնարկատիրությունը, որը պետք է ազատենք սկզբնական շրջանում հարկերից, որ կարողանան լավ ապագա ստեղծեն սկսնակ բիզնեսմենները, սկսնակ ձեռնարկատերերը։
կա քայլերի հաջորդականություն կրթության մեջ։ Գերազանց սովորող երիտասարդը պետք է ունենա անվճար կրթության հնարավորություն, բարձրագույն կրթության։ Մեր հարևան Վրաստանը այդ հարցը այս տարի լուծեց։ Կասկած ունենք, որ մենք էլ կարող ենք լուծել այդ հարցը։ Շնորհակալ եմ։ Հայաստանի երրորդ հանրապետության, ինչու՞ չէ հենց աշխարհի ընտրությունների պատմության մեջ առաջին անգամ չաթ-բոտ կա։ Մեր ձևով ուժեղ Հայաստան կերտողներն այն ներկայացրել են երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։ Այսօր մենք ներկայացնելու ենք ձեզ աշխարհի պատմության մեջ առաջին արհեստական բանականության չաթ-բոտը, որը կպատասխանի բոլոր հարցերի կուսակցության քաղաքականության վերաբերյալ։ Այսօր մենք ձեզ ներկայացրելու ենք Միստր Ուժին։ Դուք հարցնում եք, Միստր Ուժը պատասխանում է։ Ինչ եք անելու, որ գյուղացիները իսկապես կարողանան արժանապատիվ եկամուտ ունենալ։ Ինչպես եք աջակցելու փոքր բիզնեսին, որ կարողանան դիմանալ ու շարունակել աշխատել։ Երբ են վերջապես գները իջնելու, մենք այլևս չենք դիմանում։ Ինչպես եք երաշխավորելու, որ մենք այլևս երբեք թույլ չլինենք։ Ինչքան երկար մենք պետք է բարձր հարկեր վճարենք։ Ինչպես եք հասնելու ուժեղ խաղաղության, չզոհաբերելով սեփական անվտանգությունը։ Ինչպես եք ստեղծելու ինձ համար բարձր վարձատրվող աշխատատեղեր։ Դուք զանգել եք։ Միստր Ուժն այստեղ է, տվեք ցանկացած հարց։ Ձեր ապրուստի մասին, գյուղատնտեսության մասին, այն գների մասին, որ դուք վճարում եք, անվտանգության մասին, եւ թե ինչպես բերել իրական ուժեղ խաղաղություն։ Բերեք նաեւ ձեր ընկերներին ու ընտանիքին։ Ես տքնաջան աշխատելու եմ, որ բոլորին պատասխանեմ։ Միստր Ուժը կբացատրի, թե ինչպես է այն տեղի ունենալու։ Ուղարկեք հաղորդագրություն հիմա։ Գիտելիքով հարուստ ստեղծագործող մտքին է միայն հատուկ փոփոխություններ բերել եւ կառուցել ուժեղ Հայաստան։ Սամվել Կարապետյանի դստեր, Տաթևիկ Կարապետյանի համոզմունքն է։